քննարկում էինք նաև Աթան, Ենոքավան, Ջուջևան ճանապարհը, որի մասին առիթ ունեցել ենք կառավարության նիստին խոսելու, ինքը մեծ ծախս է բավականին, ինչքան 60 միլիարդ։ Վարչապետ, Ենոքավանից Կարմիր գյուղ M16 նախագիծ ունենք 65 կիլոմետրը 23 միլիարդ դրամ եւ առաջիկայում կպատվիրենք։ Աթան Ենոքավանը դեռ չունենք։ Դեպի Աթան գնացողը չէ, նախագիծը կպատվիրենք։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ տեսեք, այդ մարզադաշտը, որտեղ որ տեղակայվելու է, ինքը գտնվում է նախ 10,000 հանդիսատեսով ստադիոնը, այդ այնուամենայնիվ ենթադրում է, մենք կառուցում ենք դա այն ենթադրությամբ, որ այդտեղ պարբերաբար պետք է խաղեր տեղի ունենան։ Եվ երբ որ խաղեր տեղի ունենան, 10,000 հանդիսատեսի շարժը կատակ բան չի։ Ինքը տեղակայվելու է Ենոքավան, Գետահովիտ, այսինքն վարչական առումով Գետահովիտ տարածքում է, բայց Ենոքավան գյուղի ճանապարհի վրա է գտնվում, եւ Գետահովիտը եւ Ենոքավանը իրանք նաեւ զբոսաշրջային բավականին լավ տեմպ են ցուցաբերում զարգացման առումով։ Գումարած հարակից տարածքում գտնվում է Իջևանի երկաթգծի կայարանը։ Եվ այսինքն եւ այսօր արդեն նախկինում խոսել ենք, մեր ճանապարհները, մեր բեռնափոխադրումների համար չեն երիքելու։ Հիմա առաջիկայում հույս ունենք եւ համոզված ենք, որ նաեւ զարգացումներ կլինեն Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապված, բնականաբար բոլոր ուղղություններով այդ ռազմավարությունը մենք պետք է մտածենք, այս առումով ես մտածում եմ, որ նախ ճանապարհների հարցին մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք եւ նաեւ Աթան, Ենոքավան, Ջուջևան կամ Կարմիր գյուղ, ինչպես ասում է ճանապարհը, շատ էական նշանակություն է ձեռք բերում, որովհետեւ կարանք մենք խցանումներ, մենք արդեն այսօր մայրուղիների վրա խցանումների նման երևույթների ենք հանդիպում, դե ամառային սեզոնում Կիրակի երեկոյան Սևանից Երևան գալը խնդիրների հետ է կապված։ Իհարկե զուգահեռաբար մենք էլի խոսել ենք սրա մասին, որ նախկինում չգիտես ինչ որոշումներով ճանապարհի եզրերից շինարարություններ եւ այլն։ Վաղը մյուս օրը պարզվել է մենք ճանապարհ լայնացնելու տեղ չունենք եւ մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու։ Դրա համար նաեւ այս համատեքստում Աթան, Ենոքավան, Ջուջևանը պետք է անպայման անենք։ Սկսենք փուլ, կտոր, հանդարտ տեմպով, ոչ շատ կենտրոնանալով, որ միանգամից մեծ գումար անհամաչափ չդնենք, բայց մի որոշակի տրամաբանական նորմերով սահմանված, թե ինչպես կարող ենք նախագիծը կտորների բաժանել, անպայման պետք է անել դա։